Ինչու եք այստեղ։ Ես Արսինեն եմ Մինասյան, Մասիսից, քանի որ մեր քաղաքապետին են փորձում բերման ենթարկել բոլորս Մասիսի ակտիվ քաղաքացիները, ովքեր որ մտածում են երկրի բարօրության համար, այսօր գտնվում են այստեղ։ Ես, իմ ընտանիքի անդամները, իմ ընկերները, քանի որ Դավիթը ոչ միայն մեր քաղաքապետն է, այլև մեր բոլորիս ընկերը։ Իշխանությունների այս վարքագիծը ձեզ համար սպասելի էր, հապճե, բարակ, երբ Դավիթ Համբարձումյանը Հայաստանում չէ, ինչ որ պրոցես սկսել եւ ավարտին հասցնել մի քանի օրվա մեջ։ Միանշանակ սպասելի է, քանի որ նույն իշխանությունից տեսնում ենք բազմաթիվ իշխանական թևի ներկայացուցիչներ, ովքեր ակնհայտ հանցագործություն կատարելիս ու կատարում են ու չեն ձերբակալվում, չեն կալանավորվում, իրենց վրա քրեական գործերը չի հարուցվում, իսկ ընդդիմադիր ուժերի նույնիսկ չնչին քայլը անդրադառնում է շատ կոպիտ ուժի։ Ես ճիշտ եմ հիշում, որ ժամանակին դուք աջակցել եք 2018-ի այսպես կոչված Թավշյա իշխանափոխությանը, հեղափոխությանը, թե ոչ ճիշտ։ Սխալ եք հիշում, ես երբեք չեմ աջակցել հեղափոխությանը։ Բայց ինչ որ դրվագներով իշխանության Աննա Հակոբյանը Աննա Հակոբյանի ջոկատում եմ եղել, պայքարել եմ իմ երկրի համար, բայց դա չի նշանակում, որ եղել եմ իշխանության կողքը։ Ընթացքում ձեր ջոկատով ինչ-որ տարածքներ ազատագրել կամ թշնամուն հետ շպրտել։ Այդ թեմայով ես տվել եմ հարցազրույց, ու կարծում եմ, որ դրա տեղը ու ժամանակը չէ այդ հարցին պատասխանելու համար։ Կարծում եք ինչի համար են Դավիթ Համբարձումյանին այսպես փորձում մեկուսացնել, հա, ինչ վախ են զգում նրանից։ Որպես քաղաքացի, շարքային քաղաքացի, իմ տեսակետը հայտնեմ, որը դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ոչ միայն Դավիթ Համբարձումյանին, նաև բոլոր ընդդիմադիր ուժերին են փորձում մեկուսացնել, ովքեր որ ընտրություններին կկարողանան պայքարել իշխանության դեմ։ Իսկ Դավիթ Համբարձումյանը այսօր ակնհայտ ֆիգուրա, որը պայքարում է ընդդիմության համար, իշխանության դեմ ու ունի ակնհայտ հեղինակություն ոչ միայն Մասիսում, Մասիսի հարակից գյուղերում, Մասիս համայնքում, այլև ամբողջ հանրապետությունում։ Ես նայել եմ ձեր հարցազրույցը, հեռատոջոկատի հետ կապված ձեր պարզաբանումները, դրանից հետո Աննա Հակոբյանի թիմակիցները կամ որևէ մեկը ձեզ թիրախավորել է, ինչ որ հետապնդումների արժանացել եք, թե չէ։ Բացարձակ ունենք շատ լավ հարաբերություններ, բոլորս հայ ենք, Աննա Հակոբյանի հետ առիթ չի եղել շփվելու, մեկ անգամ հանդիպել ենք սրճարանում, շատ նորմալ, բարև, ողջույն, ինչպես բոլոր նորմալ։ Ահա, հարցազրույցից հետո։ Կարծեմ ոչ այսպես չէ, հա, դավաճանության մեջ էր մեղադրել եւ Եթե հարց ունեք, հարց տվեք, պատասխանեմ։ հիշում եմ, թե Ջոկատում դուք էիք Աննա։ Իմ նման բոլոր շարքային քաղաքացիները, շարքային մարդիկ, ովքեր որ մտածում են երկրի համար եւ փորձում են իրենց երկրին օգուտ տալ։ Արցախում եղել է, թե ոչ։ Ոչ։ Բա եթե պատերազմը Արցախում էր, ձեր ջոկատը որտեղ էր պատերազմում։ Այդ թեմայով չեմ ուզում հարցազրույց տամ, որովհետեւ արդեն տվել եմ այսօր դրա տեղը ու ժամանակը չի իմ կարծիքով։ Եկեք ջոկատի թեման փակենք, նորից եմ ասում, որովհետեւ Խապված զգում եք։ Չէ։ Նորմալ է։ Ճիշտ չի, բայց նորմալ է, համակերպել ենք այդ մտքի հետ, դա առանձին թեմա է, որը այսօրվա մեր հավաքի հետ բացարձակ կապ չունի։ Ստանալ է ձեր տեսակետը։